Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Շանուշ Քլոյանի հետ։ Ողջույն Տիկին Քլոյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայր ջան, ես եմ շնորհակալ։ Տիկին Քլոյան, խորհրդանը կազմակերպել էր հանրային լսումներ քննարկում մարտի 1-ի դեպքերի, իրադարձությունների, գործի ընթացիկ վիճակի մասին եւ այդ քննարկումները հետևում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներից հետո եւ ամենակննարկված, կարծում եմ, կարևոր վճիռներից մեկն այն էր, որ ՄԻԵԴ-ը ճանաչում էր պետության մեղսակցությունը մարդկանց սպանությունների գործում, նաև արձանագրում, որ պետությունը պատշաճ հետաքննություն չի իրականացրել բացահայտելու համար, չի համագործակցել նաև միջազգային կառույցների հետ ու նման բաներ, հա։ Եթե շատ ընդհանրական հարցով սկսենք, ապա այս լսումներից ձեր հետևությունները որոնք են մարտի 1-ի առանցքային դերակատարների հնարավոր արդարադատության վերականգնման եւ ի վերջո մեղավորներին պատժելու գործում։ Նախ Շիրայր ջան, պետք է ասեմ, որ անկեղծ շատ ուրախ եմ, որ այսօր այդ կարևորագույն լսումները կազմակերպվել են, որովհետև այս լսումներով մենք եւս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր երկրում հաստատված է ժողովրդավարությունը, ազատ խոսքը եւ իհարկե մարդու իրավունքներն են շատ կարևոր մեր պետության ներսում եւ պետությունը, մեր իշխանությունը, ես այս պահին որպես падգամավոր եմ ասում, մեր իշխանությունը հետևողական է եւ պարտադիր մեծ այսպես պատասխանատվությամբ է վերաբերվում միեդի վճիռին եւ անպայման գտնում է, որ պարտադիր պետք է միեդի վճիռը նախ իրականություն դառնա, քանի որ ըստ միեդի վճռով պարտադրում են մեզ, որ մենք պարտադիր բոլոր վճիռները, այն կետերը, որ գրված էր, պետությունը իրականություն դառնա եւ սա այսպես որպես պաշտոնականով, իսկ զուտ մարդկային ձևով պետք է ասեմ, որ պետությունը աջակցում է, կանգնած է ժողովրդի կողքին, հատկապես 9 զոհերի եւ հարազատների, ծնողների կողքին եւ իհարկե գիտեք, որ մարտի 1-ը ոչ միայն այդ սպանությունների մասին էր, այլ մարտի 1-ը նրա մասին էր, որ մարտի 1-ին եղել է մի ամբողջ հրեշավոր հանցավոր խումբ, որը գործել է համակարգված, վերևից վար ամբողջ ստրուկտուրան, պետական ստրուկտուրան աշխատել է ժողովրդի դեմ եւ այսօրվա իշխանությունը պատրաստ է սատար կանգնելու եւ աջակցելու ողջ մեր հանրությանը, ժողովրդին ապացուցելու նաեւ, որ մենք բացարձակ այն իշխանությունը չենք, այսպես ասած, որ չենք հասկանում, ընկալում ժողովրդի հարցերը, խնդիրները եւ պատրաստակամ չենք միեդի վճռի իրագործմանը։ Մենք պատրաստակամ ենք, հետևողական ենք լինելու, որ անպայման կետ առ կետ այդ վճիռը իրականություն դառնա։ Ես ուզում եմ մեջբերել նաև Քոչարյանի ֆրակցիայի հայտարարությունը, որը բնականաբար չի մասնակցել այդ լսումներին։ Խմբակցությունը աբսուրդ է համարում այն, որ 2018-ից հետո վերաբացված մարտի 1-ի իրենց բառերով հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց ազգային ժողովում այս թեմայով քննարկում է ծավալվում։ Հավաքվեք, քննարկեք, փառավորեք մարտի 1-ի ողբերգության ընթացքում հոգով փառավորվածին, իսկ ողբերգությունից հետո դեպքի վայրից փախուստ տվածին։ Բավական է նայել քննարկման նախաձեռնողների եւ զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբը կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը եւ այս ձեռնացության քաղաքական նպատակը պարզ կլինի, ասում են Քոչարյանի ֆրակցիայից։ Եթե թարգմանենք, ասում են դուք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով բերել եք այսպիսի քննարկումներ եք կազմակերպում եւ այստեղ ոչ պետության, ոչ հանրության շահի մասին չէ խոսքը, երկրորդն էլ տեքստում ուղիղ մեղադրանք է առաջադրվում ձեր քաղաքական առաջնորդին, երկրի վարչապետին, որ սա արվում է նրա հոգին փառավորելու համար եւ որ նա ողբերգությունից հետո դեպքի վայրից փախուստ է ելնել։ Գիտեք ինչ, իրանց հայտարարությունը մեկնախադասությամբ եթե բնութագրեմ, հետեւյալն է, որ ձեր այդ ժողովրդավարությունը, որ դուք հաստատել եք եւ փորձում եք ոչ թե փորձում եք եւ ժողովրդավարության ուղիով շարժվում եք եւ հենց այդ միեդի լսումները
նրա մասին էր, որ մեր երկրում հաստատված է ժողովրդավարություն, ազատ խոսքը եւ ամբողջ մեր իշխանությունը պատրաստակամ է կանգնել ժողովրդի կողքին եւ միասին այսպես կարողանանք այդ ողբերգությունը եւս մեկ անգամ նախ հիշեցնել, եւս մեկ անգամ թարմացնել այն մարդկանց ուղեղները, հատկապես իրենց, որ ժողովուրդը չի մոռացել մարտի 1-ը։ Ժողովուրդը պահանջում է նախ առաջին հերթին, որ պարտադիր մարտի 1-ի բոլոր ոճրագործները ստանան իրենց արժանի պատիժը։ Մենք էլ ասում ենք, այո, ՄԻԵԴ-ը այսպիսի որոշում է իրականացրել եւ այդ որոշումը անպայման պարտադիր պետք է իրականություն դառնա եւ այս իշխանությունը պարտավոր է եւ անելու է ամեն ինչ, որպեսզի ՄԻԵԴ-ի վճիռը հատիկ-հատիկ իրականություն դառնա։ Իսկ իրենց մեղադրանքները կարելի է ասել հետևյալը, նախ իրենք նորից ոնց որ ասեն, որ ժողովուրդ, քաղաքացի իրենց համար գոյություն չունեն։ Կարևորը իրենք են, այսպես ասած, իրենց էլիտար խումբը, որը կրակեց հասարակ քաղաքացու ժողովրդի վրա։ Այնտեղ բոլոր զոհվածները այնպես չի, որ հատուկ ընտրված են, սա ենթադրենք Գորգ Քլոյանն է կամ Ֆարմանյանն է, դրա համար գնդակահարում ենք։ Այս այդ իրենց արարքը վերաբերվում էր բոլորին, յուրաքանչյուրին։ Դա այդտեղ կարող է լինել, չգիտեմ, մեկ ուրիշ քաղաքացի, անվանական ոչինչ ասված չէր։ Այսինքն այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ իրենք կրակ են բացել սեփական քաղաքացիների վրա, զրկել են ապրելու իրավունքից, հանուն իրենց իշխանությունը պահելու համար։ Այդ մարդիկ որքան էլ որ հերքեն իրենց կատարած հրեշավոր հանցագործությունը, մեկ է միջազգային դատարանը հստակ ասում է, որ պետությունն է մեղավոր, որ ինը քաղաքացիներ զրկվել են ապրելու իրավունքից։ Իրենք ինչքան էլ հերքեն, Ժիրայր ջան, բացառված է ՄԻԵԴ-ի վճիռ գոյություն ունի եւ որքան էլ փորձեն իրենց արդարացնել, իրենց արդարացումները առ ոչինչ են։ Մի բան պարզ է, ոչ մեկ չի փախել նախ պետք է ասեմ ժողովրդի կողքից։ Փախնողը եղել է առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանը, որ գնաց մտավ իր շենքը սև, թողեց ժողովրդին անտերության, չէ՞ որ ինքն էր կոչ արել, որ դուրս գանք արդարությունը վերականգնենք, ընտրությունները կեղծվել են, պաշտպանեք ժողովուրդ ձեր իրավունքը, բայց ինքը թողեց մի ողջ ժողովրդին, որը հետևում էր իրեն, գնաց բախվեց։ Երկրորդը Ռոբերտ Քոչարյանը, որ իրականացրեց այդ հրեշավոր հանցագործությունը հանուն իր իշխանությունը պահելու համար։ Բացի դրանից հաջորդ ժառանգորդը Սերժ Սարգսյանը, որը պարտավոր էր բացահայտել, բայց Սերժը ինչ արեց, ամբողջ ապացույցները, իրեղեն ապացույցները, բոլոր փաստերը, հավաքները, որը կեղծեց, ոչնչացրեց, կոնկրետ ներկայացնում էր կեղծ իրեղեն ապացույցներ, իրական իրեղեն ապացույցները փոխում էին, ոչնչացնում էին, որպեսզի չբացահայտվի։ Այսինքն ըստ ինձ այդ եռյակ դաշինքը միահամուռ կերպով իրականացրեց մարտի 1-ը, որն ուղղված էր ընդդեմ ժողովրդի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ազատ խոսքի։ Այսինքն նրանք հաստատել են այն դիկտատոր համակարգը, մաֆիոզ, քրեաօլիգարխիկ դիկտատոր համակարգը, եւ այդ դիկտատոր համակարգը պահելու համար իրենք իրականացրեցին մարտի 1-ը։ Այս ժողովուրդը դուրս էր եկել վերականգնելու իր իշխանությունը, բայց իրենք գնդակահարեցին, ուժով ճնշեցին, արյունով ճնշեցին։ Սա է փաստը, որքան են իրանք, այսպես չգիտեմ, սուտ կեղծիկ, այ մենք ինչի հենց այդ լսումները իրականացրեցին, որտեվ իրենք շարունակաբար ինչքան սուտ, կեղծիկ մանիպուլյացիա կա, տարածում էին։ Թե իբրև մարտի 1-ին ժողովուրդն է դուրս եկել զենքով, հրազենով, դրա համար մենք որոշեցինք կարգ ու կանոն հաստատել, բայց ՄԻԵԴ-ը անգամ ապացուցել է, որ ժողովրդի ձեռքին հրազեն չի եղել, իսկ պետության կողմից ներկայացված բոլոր այդ ապացույցները փայտեր, ձողեր, չգիտեմ հրազեններ, դրանք սուտ են, կեղծիք են եղել եւ ՄԻԵԴ-ի դատարանը դա տեսել է, որ իրականություն չի, սուտ է։ Ինչի մասին է խոսքը։ Բայց այնուամենայնիվ, ինչ եք կարծում, այդքանից հետո Քոչարյանը ինչպես է փորձում իրեն, այսպես ասենք, պարզ երես անել, հա, հարցազրույցներ է տալիս, քաղաքական հայտ ներկայացնում,
բոլորին այդ թվում Հայաստանի Հանրապետությանը մեղադրում ընդհանուր պատերազմ սանձազերծելու մեջ, ոչ մի զղջում անգամ իր կառավարման տարիներին 2003-4 թվականների ռեպրեսիաներին, քաղաքական հետապնդումներ, սպանություններ, քաղաքական կալանավորումներ, մարտի 1, մարդկանց գնդակահարումներ, ունեզրկումներ, արտագաղթ, ի վերջո դրա հետևանքով։ Շիրայր, դու շատ լավ խոսեցիր հենց այդ բոլոր հարցադրումներից, ոնց որ նորից ինձ ասում էր հիշիր, թե ինչ էր պետք է որ ասես, անկեղծ եմ ասում։ Հիմա տեսեք, նախ ի սկզբանե ինքը երբ որ եկավ իշխանության, մասնակցեց այդ նախագահական ընտրություններին, եկավ խախտումներով։ Ինքը չուներ գրանցում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն իր մասնակցությունը հենց լեգիտիմ չէր։ Եվ ինքը այդտեղ հայտարարություն է տարածում, ասում է, երբ որ իրեն հարցնում են, որ չէ որ դուք Արցախի բնակիչ եք, ինչպես եք մասնակցում, հենց այդտեղից ինքը ասում է, ինչ է Արցախը Հայաստան չի, այսինքն մի հատ կեղծիկով եկել է, մի հատ էլ նորից կեղծ ինչ որ թեզ է մտցնում, Արցախը Հայաստան չի, մեկ, երկրորդը, այո, ինքը որպես ոչ լեգիտիմ ընտրված իրական իշխանություն կատարում էր այնպիսի քայլեր, որը իրենից պահանջում էին, ես այսպես կարող եմ ասել, պահանջում էին, որտեղ իրականացավ հոկտեմբերի 27, եւ եկեք հիշենք հոկտեմբերի 27-ին ինքը ինչպիսի մի լայ ժպիտով էր մասնակցում ուղարկավորությանը, ներողություն այդ երեկոյին, հարգանքի երեկոյին, զոհվածներին Սա մեկ, երկրորդը, քանի որ ինքը լեգիտիմ չէր, քայլ առ քայլ պահանջում էին գույք պարտքի դիմացը, պահանջում էին այնպիսի քայլեր գործողություններ, որը պետք է բարից բուն իմաստով պետության հիմքերը թուլացնեին։ Այսինքն ամբողջ պետական ապարատը ոչ ինստիտուցիոնալ էր գործում էր մաֆիոզ օլիգարխիկ համակարգի ձևով, չկար իրական պետական ինստիտուտներ։ Եվ ինչու էր նա այդ բոլոր ամեն ինչը իրականացնում, որտեղ լեգիտիմ չէր եւ իրեն ըստ ինձ հրահանգված էր, որպիսի պետության հիմքերը թուլացներ, որպիսի պետությունը չկայանա, մեր ինքնիշխանությունը չկայանա, մեր անկախությունը չկայանա եւ դրա համար էր ինքը անխնա կերպով եւ ունեզրկումներ անում, անխնա կերպով եւ այդ քաղաքական սպանությունները իրականացնում։ Ինչեր սպանություններ անում, եթե որևիցե մեկը իրեն ընդդիմանում էր, չէր անում իր հրամանները, հերթով սպանում էր եւ նաեւ սպանում էր այլ մարդկանց, ովքեր գիտեին ինչ է կատարվել հոկտեմբերի 27-ին եւ իհարկե եւ այդ քաղաքական սպանությունները տակ թաքնված են, այսպես ասած, շատ գաղտնիքներ, որոնք մարդիկ տիրապետում են եւ այդ տիրապետող մարդիկ կոնկրետ Քոչարյանին վտանգ էին ներկայացնում։ Դրա համար հերթով կարգով բոլորին սպանում էր։ Եվ նորից եմ կրկնում, այդ բոլոր քայլերը միտված էին ժողովրդավարության դեմ, մարդկանց իրավունքների դեմ, այսինքն որ պետությունը որպես այդպիսին իրողություն չլիներ, այլ պասադային թղթի վրա գրված պետություն։ Հաշվի առնելով, որ այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նաև մեկնեց Ռուսաստան, վերադարձավ եւ որից հետո արդեն տեղի ունեցավ այդ աննկարագրելի ծավալի ողբերգությունը կամ չվախենալու այս բառից պետական ահաբեկչությունը սեփական Ես էլ եմ քաղաք։ այդպես ասում, պետական ահաբեկչություն։ Այստեղ կարող է արտաքին հետք լինել։ Շիրակ ջան, բնականաբար ես պնդումներ չեմ կարող ասել, բայց եթե իմ կարծիքն է, հայտնեմ, այսօր երբ որ լսեցի, իհարկե գիտեի, բայց եւս մեկ անգամ ասացին, որ գնաց Մոսկվա, հավանաբար գնաց Դաբրոն ստացավ, եկավ եւ այդ հրեշավոր հանցագործությունը արեց։ Այսինքն այստեղ թիկունքին կային նաեւ այլ օտարերկրյա շահերին սպասարկող ուժեր, չգիտեմ, հավանաբար ես չեմ պնդում, բայց խոսքերը, բոլոր քայլերը, բոլոր իրողությունները տանում են այդ ուղղությամբ։ Եվ միեդի վճիռը սա ամենակարևորագույն աննախադեպ վճիռներից մեկն էր, որտեղ հստակ նշվում էր, որ այդ ժամանակվա իշխանությունը, որի գլուխ կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, տեղի ունեցել նախապես մշակված, համակարգված տարբեր, այսպես ասած, հրամաններով նախապես մշակված
կայցո օպերացիա։ Մարտի 1-ին դա են իրականացրել։ Սա հենց այնպես պատահական ինչ որ դեպք չէր, պատահական ինչ որ բան երևույթ չէր, որ հա դուրս եկան ժողովուրդը եւ այսպես կարելի էր ճնշել, մեկը այսպես խոսած վատ ասեց, մեկի ձեռքին փայտ տեսանք, ոչ, համակարգված պատրաստված է եղել եւ նաեւ այսօր հնչեց այն միտքը, որ 0038 հրամանով, որտեղ բերվել էր զորքը Երևանի կենտրոն, իսկ մեր սահմանադրությունը արգելում է, որ զորքը երբևիցե չպետք է մասնակցի քաղաքական գործընթացներին, այսինքն իրավունք չունեն, քանի որ նաև հայտարարված չէր մարտի Ռազմական 2-ի հայտարարված չէր ռազմական դրություն։ ռազմական դրությունը, ներողություն։ Այսինքն իրավունք չունեն։ Զորքը կարող էր նաև գալ միայն գոնե ռազմական դրությունից իր հրամանից հետո։ Սա եւս խախտում է։ Բայց փառք ու պատիվ փաստահավաք խմբի, որ կարողացել են բոլոր այդ փաստերը հավաքագրել եւ այո, փաստահավաք խումբը շատ մեծ աշխատանք է իրականացրել եւ հուսամ դատական փուլը կմտնի նաեւ վկաների փուլ, որտեղ շատ մարդիկ իրենց վկայությունը կասեն կտան հենց կոնկրետ նաև իրավահաջորդները, զոհվածների ծնողները եւս մի քանիսը պարզ հայտարարեցին, որ իրենք եւս պատրաստ են իրենց աչքի տեսածը վկայություն տալ դատարանում։ Հուսամ գործը առաջ կընթանա։ Տիկին Քլյան, այսօր խորհրդանում եւս հայտարարվեց, որ այո, հաստատվել է, որ զինված ուժերը ներգրավվել են Այո։ ներքին խնդիրներում, ներքին հարցեր լուծելում, ինչը դուք նշեցիք անթույլատրելի է այդ թվում նաև մեր սահմանադրությամբ, նաև օրինակ Լեռնային Ղարաբաղից ներգրավվածություն է եղել։ Ես ուզում եմ հարցս այսպես ձևակերպեմ, երբ իշխանությունը ասում է, որ բացահայտված է եւ արդարադատությունը ու արդարությունը վերականգնվելու է, մեղավորները պատասխանատվություն են կրելու։ Սա ենթադրում է նաեւ ամբողջ շղթայի մաս կազմած բոլոր դերակատարների պատասխանատվությունը։ Դուք լսեցիք նաև, որ տիկին դատախազը հայտարարեց, որ այդ ամբողջ գործի վեկտորը փոխվում է այլ ուղղությամբ, գործընթացը ամբողջությամբ այլ վեկտորով է։ Այսինքն, տեսեք, մենք միետնել է այդ վճռում հաստատել, որ ամբողջ համակարգը եղել է շղթայական, վերից վար, նախագահի հրամանագրերով մինչև ստորին օղակները։ Եվ հիմա պետք է գնան, ամբողջը պետք է գնա այդ շղթայի բացահայտմամբ եւ եթե շղթայի որևիցե մի օղակից ենթադրենք որևիցե մի այսպես իրեղեն ապացույց ասեմ կամ որևիցե մի վկա չկա, դա չի խանգարում, որ շղթայի մյուս բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության։ Սա է ամենակարևորը, որ ենթադրենք, տեսեք, այսօր խոսում էր քննչական կոմիտեն ներողություն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահան խոսում էր, որ չկա այդ համապատասխան սարքավորումները, որ ենթադրենք Չերմուխայի 7-ից մահացած անձանց միջից հանել են Չերմուխայի այդ նյութի որոշ մասը իրեղեն ապացույց, չեն կարողանում նույնականացնեն, թե ում մոտ է եղել այդ զենքը, այդ Չերմուխայի 7 զենքը, ում մոտ է եղել եւ ով է կրակել, որ այդ մեկին բռնեն եւ պատժեն։ Եվ այսօր այդ հանցագործները 3 հոգին, ովքեր որ Չերմուխայով մարդ են սպանել, վաղեմության ժամկետով ազատության մեջ են։ Հիմա մենք ասում ենք լավ, չկա այդ սարքը, նախ ես հարց եմ ուղղել, որ գոնե այդ սարքը հնարավոր է բերել եւ կարողանալ այդ նույնականացում իրականացնել, բայց չէ որ այդ Չերմուխայի 7 ձերքին ում որ այդ անձին ում որ եղել այդ զենքը նախ հրաման են տվել, որ պահեստից բերել են զենքը հանվել է, ով է հրամանը տվել, ով է տվել այդ թույլատրությունը, որ այդ զենքը հայտնվել է այդ զինվորի կամ ոստիկանի ձեռքին։ Սա մեկ, երկրորդը, եւ ով է հրաման տվել, որ այդ ոստիկանը կարողացել է Չերմուխա 7-ը կիրառել, սպանել։ Նախ առաջինը, որ մտել է այդ արգելված զենքը վերցրել է իր ձեռքը, հրաման տվող եղել է, կրակել է, չէ որ անկախ ամեն ինչից ինքը կրակել է եւ մարդ է զոհվել։ Այդ հրաման տվողին եւ կրակողը, որ ընդամենը մարդ է սպանել, մարդ է զոհվել, կապ չունի անուն ազգանունը, այդ զենքը ում է սպանել, մարդ է զոհվել իր կրակոցից, չգիտեմ, Ա-ն ա եղել, B-ն ա եղել, G-ն ա եղել, միևնույն այդ երեքն էլ զոհվել են։
Հիմա գոնե պատասխանատվության պետք է ենթարկեն, այսինքն ամբողջ այդ շղթան, ամբողջ այդ պետական ապարատուրան համակարգը գործել է շղթայական ռեակցիայով, հրամանագրերով, բոլորը պետք է կրեն պատասխանատվություն։ Ոչ մեկ չպետք է մնա անպատիժ, Շիրայր ջան։ Տիկին Քլոյան, դուք այնուամենայնիվ համոզված եք, որ այդ դեպքերից որքան է անցել 17 տարի, հա, արդեն գոնե, գոնե պարագլուխները, մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրել այդ քաղաքացիների անվտանգության համար, երկրի անվտանգության համար, սահմանադրական կարգի պահպանման համար, այդ մարդիկ ի վերջո պատասխան կտան։ Շիրայր ջան, այո, ինչպես դուք նշեցիք, այդ մարդիկ, որոնք պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիներին, բայց չեն պաշտպանել, այլ գնդակահարել են, զրկել են ապրելու իրավունքից։ Սա այդ պատասխանատվության հրաման տվողը, որը գերագույն գլխավոր հրամանատարն է, Ռոբերտ Քոչարյանը եւ իր ենթակա բոլոր այդ պաշտոնյաները, առաջին օղակում կանգնած պաշտոնյաները, այս վեկտորի դեպքում, որ այս ուղղությամբ է քննությունը գնալու, ես համոզված եմ, այո, որ պատասխան կրելու են եւ արժանի պատիժն են կրելու։ Այս ուղղությամբ, եթե վեկտորը տանում են, ինչպես որ նշեց կոնկրետ տիկին դատախազը մեր, համոզված եմ, որ արդյունք գրանցելու ենք եւ ինչպես նշեցիք, որ տիկին դատախազը նաեւ ասաց, որ միեդի վճիռի հիմքով սա եւս հիմք կհամարենք եւ այդ բոլոր կետերը, որ առաջինը վերիցված շղթան, որ նշվել է միեդը, այդ ուղղությամբ կշարունակեն առաջ, համոզված եմ անպայման կկրեն իրենց պատիժը, այլ ընտրանք չկա եւ թող իրենք տեսեք խոսել են, չէ, չարախոսել են, էլի ուղղությունը տանում են մեր իշխանության եւ այլն։ Սա ինչ է խոսում, որ իրենք հենց վախեցած են, գիտեն, որ վաղ թե ուշ բոլորը պատասխան են տալու, Շիրայր ջան, սա վախերի նշան է։ Եթե այդքան դուք վախեցած չեք, ինչի եք անդրադարձել այսօրվա միեդի մեր լսումներին, մարդու իրավունքների կողմից կազմակերպ, ինչ եք խոսել։ Կարող եք հանգիստ նստել։ Սա հենց առաջին նշանն է, որ իրենք այո, արդեն մտավախություն ունեն, որ գործը գլուխ է գալիս, սենց ասած, եւ մոտենում է իրենց այդ պատասխանատվությունը։ Շնորհակալ եմ, Տիկին Քլոյան։ Ես եմ շնորհակալ։ Ընկերներ, զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անուշ Քլոյանն էր, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։